2018 թվականի հունիսին, երբ հատուկ ծառայությունների սպաները մտան Արշալույս գյուղի այն առանձնատան մեջ, որտեղ տասնամյակներ շարունակ ապրել էր մարդը, որին կես Հայաստանը կոչում էր սեկտոր, նրանք հայտնաբերեցին նույնիսկ նման փորձառու սպաների համար անհավանական բան։ Մի քանի տասնյակ տոննա սննդամթերք, հսկայական պաշարներ, որոնք կարող էին կերակրել ամբողջ գումարտակ ամբողջ ձմեռ։ Զենք զինամթերք, այնքան շատ, որ հարկ էր պահանջել լրացուցիչ բեռնատարներ տեղափոխելու համար։ Փամփուշտների արկղներ, որոնց վրա դեռևս պահպանվել էին դրոշմակնիկները, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարություն։ Հումանիտար օգնության փաթեթներ, նախատեսված հենց այն զինվորների համար, որոնց անունով 30 տարի շարունակ այս մարդը պահանջել էր պատիվ և նվիրատվություն։ Բայց ամենադառն գտածոն ընդհանրապես փոխանցման ենթակա չէր։ Չէր։ Դա այն գիտակցությունն էր, որ մարդը, ում անցյալը ծածկված էր հերոսության և զոհողության պսակով, իր կյանքի վերջին տասնամյակները ապրել էր կրկնակի կյանքով։ Ով էր այս տարրական այցելուն, ով 2 օր առաջ ուշ երեկոյան մուտք գործեց այս տուն, և ում հետ խոսակցությունից հետո Մանվելից դեմքը, վկաների խոսքով, փոխվեց այնպես, կարծես նա հասկացել էր, որ իր աշխարհը տապալվում է անդառնալիորեն։ Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես է մի մարդ, ով տասնամյակներ շարունակ տիրապետել էր կիսամյա երկրի հարստություններին և ազդեցությանը, իր կյանքի վերջին րոպեներին չկարողացել ստանալ նույնիսկ մի կաթիլ ջուր։ Սա չէ քաղաքական ֆիլմ, սա ավելի խորն է, սա դաս է կարմայի մասին։ Երբ Աստված որոշում է խլել ամեն ինչը նախքան հոգու վերցնելը, նա արդեն չի նայում անցյալի մեդալներին և կոչումներին։ Նա նայում է միայն այն հաշվարկին, որը վարվում է ոչ թե երկրային իրավապահների գրասենյակներում, այլ կիրքերի և արդարության անտեսանելի կշեռքներում։ Մի հարց, որն այս պատմության սկզբից ենթակա կարող է անհանգստացնել ձեզ. արդյոք կարող էր մի նախկին գեներալ-լեյտենանտ, ով 30 տարի շարունակ տիրել էր իշխանության գագաթներում, չիմանալ, որ իր վստահելի օղակների մեջ կա մեկը, ով ժամանակին գալու է հարց տալու։ Իսկ եթե գիտեր, ինչու չգանխեց։ Թերևս պատասխանը գտնվում է ոչ թե քաղաքագիտության մեջ, այլ այն հոգեբանական օրենքում, որ ուժի հարբեցողությունը կուրացնում է նույնիսկ ամենաշատախոհներին։ 1956 թվականի հուլիսի 14-ին Էջմիածնի մարզի ի Արշալույս գյուղում ծնվեց ման, որի ճճակատագիրը կլիներ անբաժանելի հանրապետության կրքերից, հերոսական լեգենդներից և վերջում այն դառնությունից, որն անխուսափելիորեն գալիս է, երբ իշխանությունը փոխարինվում է կալանքի սառը պատերով։ Նրան կոչեցին Մանվել, և նրա անունը հետագայում կդառնար հարյուրավոր զինվորների համար հույսի խորհրդանիշ, իսկ նրա ազգանունը՝ Գրիգորյան, կլցվեր այնպիսի լեգենդներով, որոնք շատ տարիներ շարունակ կպնդացնեին թե հերոսության պատմություններում, թե դատարանների արձանագրություններում։ Իր երիտասարդության օրերին 1975-ից 1977 ծառայելով խորհրդային բանակում, նա դեռևս չէր պատկերացնում, որ 20 տարի անց կդառնա գեներալ-մայոր և կտիրապետի մի բանակային կորպուսի, որը կկազմի նոր անկախ երկրի պաշտպանական ուժերի հիմնական առաջաշարժ՝ կորիզը։ Տարիներն անցան հանգիստ, բայց երբ 1988 թվականի ամառը Ղարաբաղյան շարժման աղմուկը սկսեց հարվածել ամբողջ Հայաստանին, երիտասարդ Մանվելն առաջինների շարքում մտավ այն հոսանքի մեջ, որը երբեք չէր վերադարձնելու նրան նախկին հանգիստ ամենօրյայի։ Նա անմիջապես դարձավ Էջմիածնի խմբակցության անդամ, մասնակցեց հարավային ճակատի մարտերին, իսկ 1992 թվականին հենց նա, այն Մանվելը, որին դեռևս կոչում էին ըստ անվան, ոչ թե մականվան, կդառնա Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար։ Կապիտան, հետո ավագ կապիտան, հետո փոխգնդապետ։ Նա պաշտպանեց Գադրութը, վերադարձրեց Մարտակերտը, վերցրեց Ֆիզուլիի շրջանը, և այս ամեն ինչ պատմություններում մնում է հերոսական գործերի շարքում։ Նրա անունը շատ արագ դարձավ լեգենդ։
Բայց հենց այս ժամանակ էր, երբ սկսվեց հարստացման գործընթացը, որը հետագայում կստեղծեր աննշան հակասություն նրա հանրային կերպարի եւ իրական գործունեության միջև։ 1993 թվականին, երբ նա կամավորական գումարդակի հրամանատարից դարձավ 83 համարանիշ ունեցող մոտոհրաձգային բրիգադի առանձին գումարդակի հրամանատար, նրա իշխանական կապերի գլխավորությունը սկսեց աճել, ձեռք բերելով ոչ միայն զինվորական, այլև քաղաքական ազդեցություն։ Նույն տարվանից 1996 թվականը նա եղավ նաև Արցախի Գերագույն խորհրդի падգամավոր, բայց սա միայն սկիզբն էր։ 1996 թվականին, երբ նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում եւ նա նշանակվեց առաջին բանակային կորպուսի հրամանատար, իր տիրույթները սկսեցին ընդլայնվել ել ավելի արագ։ Մարտական պատրաստության բաժնի կառավարումը, նոր կրթական դասընթացներ, Պաշտպանության նախարարության բարձրագույն հրամանատարական դասընթացներում, հետո 1998 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ավարտը, իրավաբան դիպլոմով։ Տարիներ անց, երբ արդեն մեղադրանքները կբարձրանան, իրավաբանական կրթությունը կթվա հենց այն դարակը, որը հնարավոր դարձրեց մանրամասնորեն գիտակցել, թե որտեղ են օրենքի սահմանները եւ ինչպես դրանք շրջանցել։ 1999 թվականին, երբ նրան շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում եւ նա նշանակվեց որպես Կամավորների միության եռագույնի նախագահ, իր իշխանությունը արդեն դուրս էր եկել զուտ պաշտոնական սահմաններից։ Հենց այդ պահից նրա անունը դարձավ անհամաչափ ուժի խորհրդանիշ։ Այս միությունը, որը հիմնականում ներառում էր նախկին ազատամարտիկներ, կամավորներ եւ զինվորականներ, դարձավ նրա անձնական ցանց, որը վերահսկում էր հսկայական ռեսուրսներ, սկսած հումանիտար օգնությունից մինչև գործարար կապեր։ 2000 թվականին, երբ նա նշանակվեց որպես Պաշտպանության նախարարության առաջին փոխնախարար մարտական պատրաստության հարցերով, նրա գերիշխանությունը դարձավ գրեթե բացարձակ։ Նա սկսեց վերահսկել ոչ միայն զորքերի պատրաստությունը, այլև դրանց ֆինանսավորման հոսքերը, հումանիտար օգնության բաշխումը, զենքի եւ զինամթերքի գնումները։ Բայց հենց այս պահից սկսեցին նաև աճել այն համակարգային թերությունները, որոնք տարիներ անց կվերածվեին սկանդալների, միաժամանակ թույլ տալով վերականգնել ամբողջական պատկերը նրա իշխանության շրջանի մասին։ 2008 թվականին նա հեռացվեց Պաշտպանության նախարարությունից։ Վերջ։ Ոչ։ Իր ազդեցությունը չնվազեց ոչ մի պահ։ Նա շարունակեց մնալ եռագույնի նախագահ եւ 2012 թվականից մինչև 2017 հենց նա եղավ ազգային ժողովի падգամավոր, հանրապետական կուսակցության ցուցակով, չնայած որ նա ինքը ձևականորեն դրսի մնաց կուսակցական անդամակցությունից։ Նրա հարստությունը աճում էր անթերի համաչափությամբ։ Արշալույս գյուղում, հենց այնտեղ, որտեղ նա ծնվել էր, նա կառուցեց առանձնատուն, որը չէր նման պարզ գյուղական բնակարանի։ Մի տարածություն, որի պահեստներում կուտակվում էին մի պաշարներ, որոնք թող պատկերացնեք, մի կերպ եղել համեմատելի նույնիսկ զինվորական բազայի պաշարների հետ։ Մի կողմից նա շարունակում էր ներկայացնել իրեն որպես հերոսական անցյալի ունեցող անձ, ով իր կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը։ Մյուս կողմից, իր քաղաքական եւ գործարարական կապերը հնարավոր էին դարձնում ստեղծել իրական մենաշնորհ, հենց այն ռեսուրսների շուրջ, որոնք պետք է հասնեին բանակին, զինվորներին, ժողովրդին։ Բայց արդյոք կարող էր մարդը, որն այդքան տարիներ շարունակ մնացել էր իշխանության կենտրոնում, երբևէ կորցնել իր դիրքը։ Թերևս նա հավատում էր, որ իր պաշտպանությունը ապահովված է անսասան, անցյալի հերոսությամբ, ցանցի հզորությամբ եւ մեդալներով, որոնք կախված էին նրա հագուստի կրծքին։ Բայց երբ 2018 թվականի գարնանը հանրապետությունում տեղի ունեցավ իշխանափոխություն, անտեսանելիորեն սկսեցին փոխվել անգամ ամենաամուր համարվող հավասարակշռությունները։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր վարչապետությունն անմիջապես հայտարարեց պայքար հին էլիտայի եւ կոռուպցիայի դեմ։ Մանվել Գրիգորյանը դարձավ առաջին խոշոր թիրախներից մեկը։ 2018 թվականի հունիսին, երբ իրավապահները մտան նրա տուն, նրանք հայտնաբերեցին այնքան շատ ապացույց, որքան նույնիսկ ամենասաղմոսները չկարող էին ակնկալել։ Զենք, զինամթերք, փամփուշտների արկղներ,
Բազմաթիվ տեսակի հրացաններ, հակատանկային վարդակներ, ռազմագործերի լիքը բեռներ, սննդամթերք, տոննաներով, հացաբուլկեղեն, պահածոներ, պարենային ապրանքներ, որոնք կարող էին կերակրել ամբողջ գիքիշատիչ ջոկատ ամբողջ ձմռան ընթացքում։ Հումանիտար օգնության փաթեթներ, բանակի համար նախատեսված, բայց երբեք ոչ բանակ չհասած։ Աշխարհին թվաց, որ հանրապետության կեսի վերահսկումն ունեցող անձը այժմ դատվում էր չափազանց պարզ բաների համար՝ խարդախություն եւ զենք զինամթերքի անօրինական շրջանառություն։ Իսկ հենց այդ պահին, երբ նրա աշխարհը սկսեց տապալվել անդառնալիորեն, նա սկսեց հասկանալ, որ իշխանությունը եւ պաշտպանությունը, որոնց համար նա 30 տարի հատուցում էր վճարել հերոսության ու իշխանական կապերի մեդալներով, այլևս արժե չեն ունենում։ Նա մտավ կալանավայր, Սիզ, որտեղից ավելի երբեք չէր դուրս գալու ազատ մարդու կարգավիճակով։ Բանակցություններ, փաստաբաններ, բողոքներ։ Բայց 2018 թվականից մինչև 2020 թվականի վերջը նա մնաց կալանավորված, սպասելով դատին, որը երբեք չէր կայանալու։ Արդարություն թե վրեժ։ Սա հարց էր, որը բաժանեց ժողովրդին։ Արցախում նրան շարունակում էին համարել հերոս, իսկ Երևանում նրա անունը արդեն դոդարցել էր կոռուպցիայի եւ հարստության յուրացման խորհրդանիշ։ Բայց մի բան հաստատ էր. իշխանությունը, որը մի ժամանակ նա երբեք չէր պատկերացնում կորցնելու, այժմ արդեն դաջված էր փաստաթղթերով, արտագրություններով եւ դատավարության սառը արձանագրություններով։ Բայց ինչու? Հարց տալ միայն ինչ կատարվեց, երբ ավելի կարևոր հարց կա. ում օգուտ էր։ Երբ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց եւ նրա ազատությունը վերացավ 2018 թվականի հունիսին, հենց նրա անկումից քաղաքական եւ տնտեսական իմաստով ամենամեծ արդյունքը ստացավ նոր իշխանությունը։ Նրանք ստացան թե հանրային աջակցությունը, հանրապետությունում սկանդալային գործերի շարք բացահայտելով, թե տնտեսական ռեսուրսները, նրա վերահսկողության տակ գտնվող հարստությունը վերատարածելով, թե քաղաքական խորհրդանիշը, հին էլիտայի ամենամեծ դեմքերից մեկի կործանումը։ Հարց կա. արդյոք սա ապահովված էր բացառապես անկախ դատարանի արդար որոշմամբ, թե սա այն քայլերից էր, որոնք նախորոք ծրագրված էին որպես նոր քաղաքական սցենարի մաս։ Կարեն Ավագյանը, ով հայտարարեց նրա մահվան մասին 2020 թվականի նոյեմբերի 19-ը, ինքն էլ անդամ էր այն հանրապետական կուսակցության, որի ցուցակով Մանվելը երկրորդ անգամ մտավ ազգային ժողով։ Արդյոք այս հայտարարությունը երբևիցե պարունակել էր ազատությունից զրկման պատճառ դարձող քաղաքական ձայտապնդման բաղադրիչ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածքը, որի առաջին փոխնախարար էր Մանվել Գրիգորյանը, 2003 թվականից մինչև 2008 վերահսկում էր կենսագրական կապիտալը, ստեղծելով այն գումարտակների եւ ցանցերի ազդեցությունը, որը թույլ էր տալիս հարստացում անգամ խաղաղության շրջանում։ Նրա եռագույն կամավորների միությունը, որը նա ղեկավարում էր 1999 թվականից մինչև 2018, ունեցել է ինչպես խաղաղության, այնպես էլ պայքարի տարիներ։ Բայց միշտ թերթերում հիշատակվել որպես զորավարի անձնական քաղաքականություն։ Նրա հարստությունը մեծապես հեղինակվում էր կապվածություններով հումանիտար օգնության բաշխման, զինվորական մատակարարման պայմանագրերի եւ կրթական դրամաշնորհների հետ։ Բայց ով էր գլխավոր շահառուն այս օգնության ոչ բանակ հասնելու դեպքում։ Համապատասխանաբար, եթե համակարգում այս պաշարները յուրացվում էին, պետք էր լիներ շահառու, ով բաշխում էր այդ ռեսուրսները այլ ուղղություններով։ Իսկ ով կարող էր ստանալ առավելագույն շահույթ նման համակարգից։ Նա իր կյանքում նաև վաստակեց մեդալներ, գործառնություններ, հանրային հարգանք, բայց կարմիկ հաշվարկը, որը հիմա հանրային վերլուծաբաններն անվանում են «Աստված խլում է ամեն ինչ նախքան հոգին վերցնելը», անորոշելի էր նրա կյանքում։ Տասնյակ տարիներ շարունակ նա տիրապետեց հողամասերի, գործարանների, գործարար կապերի, բայց 2018 թվականից հետո 24 ժամվա ընթացքում նրա անունը դարձավ կոտրվածի, դավաճանի եւ հարստացողի համար։ Նրա բազմաթիվ վարչական օրենքները եւ կապերը այլևս չէին կարող փրկել նրան։ 2020 թվականի նոյեմբերի 19-ը, երբ նրա սիրտը դադարեց զարկել Սիզոյի հիվանդանոցային պալատում,
Նա մեկ անգամ էլ ապացուցեց, որ կարմայի հաշվարկը չի հետաձգվում։ Աստված խլեց ամեն ինչը նախքան հոգին վերցնելը։ Բայց մի հարց մնաց անպատասխան։ Ո՞վ էր այն տարական այցելուն, ով 2 օր առաջ խոսեց նրա հետ եւ ում հետ խոսակցությունից հետո Մանվելի աշխարհը տապալվեց անդառնալիորեն։ Երբ մարդը հասնում է այնպիսի իշխանության, որտեղ նրա ձայնը կարող է փոխել հազարավոր մարդկանց ճակատագիրը, նրա մարմինը սկսում է արձագանքել այս ուժին խիստ ֆիզիկական ձևով։ 2006 թվականից սկսած Մանվել Գրիգորյանի անձնական բժիշկը, ով երբեք չի հայտնել իր անունը հանրայնորեն, յուրաքանչյուր 2 ամիսը մեկ այցելում էր Արշալույսի առանձնատուն գիշերային ժամերին։ Այս այցելություններն այնքան գաղտնի էին, որ նույնիսկ նրա ամենամոտ պահակները չգիտեին, թե ինչու է բժիշկը բերում այդքան դեղեր, սրտի համար նախատեսված բարդ թարմացուցիչներ, ճնշման ղեկավարիչներ եւ հadoop հաբեր, որոնք նախատեսված էին անքնության եւ սթրեսի դեմ պայքարելու համար։ Յուրաքանչյուր այցից հետո բժիշկը հեռանում էր լուր, իսկ Մանվելը մնում էր մենակ իր սենյակում, պառկած եւ նայելով առաստաղին։ Նրա կինը, որն ապրում էր նույն տանը, սովորել էր չհարցնել, բայց երբեմն գիշերները նա լսում էր, թե ինչպես է ամուսինը դանդաղորեն շնչում, կարծես փորձելով համապատասխանեցնել թթվածնի անհրաժեշտությունը իր մարմնի ճգնաժամային պահանջներին։ Երբ մարդը տասնամյակներ շարունակ ապրում է երկվությամբ, համընդհանուր պատիվ եւ անձնական վախի միջև, նրա օրգանիզմը վճարում է գին, որը ոչ մի մեդալ չի փոխհատուցում։ 2014 թվականին Մանվելի սիրտը սկսեց տալ նախազգուշական ազդանշաններ, անկանոն զարկերակային ռիթմ, հոգնածության հեղեղներ, որոնք նույնիսկ ամառվա հանգստի ժամանակ չէին անցնում։ Բժիշկը խորհուրդ տվեց նվազեցնել սթրեսը, բայց ինչպես կարող էր մարդը նվազեցնել սթրեսը, երբ նրա ողջ գոյությունը կազմված էր իշխանությունից, ոնից, վերահսկումից եւ անընդհատ կասկածանքից, թե ով է նրա շրջաբադում հավատարիմ եւ ով ոչ։ Բժիշկը գրեց եւս մեկ տեղամիջոցների ցուցակ։ Մանվելը դրանք ընդունեց լռությամբ, բայց նրա աչքերում արդեն երևում էր այն իմացությունը, որ ֆիզիկական մարմինը սկսում է հրաժարվել համագործակցելուց։ 2016 թվականին, երբ նա կրկին ընտրվեց ազգային ժողով, նրա առողջական վիճակի մասին շշուկները արդեն սկսել էին տարածվել քաղաքական շրջանակներում։ Մարդիկ նկատում էին, որ նա դժվարությամբ է բարձրանում աստիճաններով, որ նրա դեմքը երբեմն ծածկվում է անսովոր գունագեղությամբ եւ որ յուրաքանչյուր հանրային ելույթից հետո նա անհետանում է ժամերով։ Բայց նա չէր կանգնեցնում իր գործունեությունը։ Նա շարունակեց հանդիպումներ, շարունակեց վերահսկել իր ցանցը, շարունակեց պահպանել այն կերպարը, որը տասնամյակներ ստեղծել էր։ Անկախ մարմնի ապստամբությունից նա հավատարիմ մնաց իր դերին, բայց մարմինը չի ներում։ Երբ իշխանությունը դառնում է միակ թթվածինը, իսկ վերահսկումը միակ սնունդը, օրգանիզմը սկսում է քայքայվել ներսից, դանդաղ, լուռ, բայց անխուսափելիորեն։ Նրա որդին, ով երբեք չի տվել հարցազրույց եւ ում անունն էլ հազվադեպ է հայտնվել հանրային տարածքում, մի անգամ ընկերների նեղ շրջանակում խոստովանեց, որ չի հիշում այն օրը, երբ հայրը վերջին անգամ ժպտաց անկեղծորեն։ 2001 թվականին, երբ Մանվելը դեռ զբաղեցնում էր Պաշտպանության նախարարության առաջին փոխնախարարի պաշտոնը, ընտանիքը հավաքվեց տոնել նրա ծննդյան օրը։ Սեղանը լի էր ճաշատեսակներով, հյուրերը բազմաթիվ էին՝ գեներալներ, պատգամավորներ, գործարարներ։ Բայց որդին նկատեց, որ հայրը նստած է գլխավոր սեղանի մոտ, եւ թեև խոսում է մարդկանց հետ, նրա աչքերը նայում են ուրիշ տեղ, դեպի դուռը, կարծես սպասելով մեկին, ով երբեք չի գալու։ Երբ երեկոն ավարտվեց եւ բոլորը հեռացան, որդին գնաց հոր մոտ եւ հարցրեց. «Ամեն ինչ լավ է»։ Մանվելը նայեց նրան երկար, իսկ հետո պատասխանեց միայն մի նախադասությամբ, որը որդին երբեք չմոռացավ. «Երբ ունես ամեն ինչ, դու վախենում ես, որ կորցնես ամեն ինչը»։ Ընտանեկան կյանքը, որը պետք է լիներ հանգստի կղզի, վերածվել էր լարվածության անտեսանելի դաշտի։ Կինը խոսում էր քիչ, որովհետև սովորել էր, որ յուրաքանչյուր հարց կարող է դառնալ կասկածի պատճառ։ Երեխաները խուսափում էին խորը զրույցներից, որովհետև հայրը միշտ լսում էր ոչ թե այն, ինչ ասվում էր, այլ այն, ինչ թաքցված կարող էր լինել բառերի ետևում։ Ընտանիքի ընթրիքները անցնում էին գրեթե լռության մեջ, միայն շխատակիցների հեռախոսազանգերը կամ գործարար գործընկերների անսպասելի այցելությունները խզում էին այս լռությունը։
Որդու հիշողությունների մեջ հայրը երբեք չի եղել ներկա, մարմնով այստեղ, բայց միտքը միշտ ուրիշտեղ։ Կինը, ով ամուսնացել էր երիտասարդ կապիտանի հետ 1988 թվականի վերջերին, երբ ամեն ինչ դեռ թվում էր պարզ եւ հերոսական, երբեք չէր պատկերացնում, որ 30 տարի անց կապրի այնպիսի տանը, որտեղ յուրաքանչյուր սենյակ լցված է թույլ չտրված սպառազինությամբ, իսկ յուրաքանչյուր գիշեր ամուսնու անքնությամբ։ Նա սովորել էր չնայել պահեստներում կուտակված պաշարներին, չհարցնել, թե ինչու են այնտեղ բանակի դրոշմակնիկով արկղները եւ չմտածել, թե ինչ է պատահելու, երբ ամեն ինչը բացահայտվի։ Նա գիտեր, որ ամուսինը ապրում է երկու աշխարհում միաժամանակ՝ հանրային հերոսում եւ անձնական բանտում։ Նա գիտեր նաեւ, որ ինքը ոչինչ չի կարող փոխել։ Յուրաքանչյուր գիշեր, երբ նա լսում էր, թե ինչպես է մանվելը դանդաղորեն քայլում սենյակից սենյակ, ստուգելով պատուհանները, փակող սարքերը, անվտանգության համակարգերը, նա փակում էր իր աչքերը եւ աղոթում, որ այս ամենը մի օր ավարտվի։ 2017 թվականին, 1 տարի առաջ, քան ձերբակալությունը, Մանվելի մոտ այցելեց նրա ամենահին ընկերը, մարդ, որի հետ միասին ծառայել էր դեռևս խորհրդային բանակում։ Այս ընկերը, ով տարիներ շարունակ զբաղեցրել էր պատասխանատու պաշտոններ, այժմ կենսաթոշակի մեջ էր եւ ապրում հեռավոր շրջանում։ Նրանք հանդիպեցին Արշալույսի տանը, ուր Մանվելն ընդունեց նրան ոչ թե հյուրասենյակում, այլ իր անձնական աշխատասենյակում, սենյակ, որտեղ կախված էին տասնյակ լուսանկարներ անցյալի հերոսական օրերից։ Ընկերը նկատեց, որ Մանվելը նիհարել է, որ նրա դեմքը ծածկված է հոգնածության խորը գծերով։ Նրանք խոսեցին երկար, հիշելով անցյալը, բայց մի պահ ընկերը թույլ տվեց իրեն հարց տալ։ Մանվել, ամեն ինչ լավ է քեզ մոտ։ Մանվելը դադարեցրեց խոսքը, նայեց ընկերոջը եւ հետո դանդաղորեն, կարծես յուրաքանչյուր բառը կշռադատելով ասաց. Դու գիտես, թե ինչ է իշխանությունը։ Դա ոչ թե ուժ է, դա տանջանք է։ Դու չես կարող դադարեցնել, որովհետև եթե դադարեցնես, ամեն ինչը, ինչ կառուցել ես, կտապալվի։ Դու չես կարող վստահել, որովհետև յուրաքանչյուր մարդ, որին վստահում ես, կարող է վաղը դավաճանել։ Դու չես կարող հանգիստ քնել, որովհետև գիտես, մի օր ինչ որ մեկը կգա եւ կպահանջի հաշիվ։ Ընկերը լռեց։ Նա չգիտեր, թե ինչ պատասխանել։ Նրանք շարունակեցին զրույցը այլ թեմաներով, բայց երբ ընկերը հեռանում էր, նա հասկացավ, որ Մանվելը նրան ասել էր ինչ որ բան շատ կարևոր։ Խոստովանություն, որը պարունակում էր ամբողջ կյանքի ցավը։ 1 տարի անց, երբ Մանվելը ձերբակալվեց, ընկերը հիշեց այդ զրույցը եւ հասկացավ, որ Մանվելն իսկապես գիտեր, որ վերջը մոտենում է։ Նա պարզապես չգիտեր, թե երբ եւ ինչպես, բայց նա գիտեր, որ կարմայի հաշիվը միշտ ժամանակին է ներկայացվում։ Երբ դու տասնամյակներ շարունակ ապրում ես երկու կյանքով, հանրայինում պաշտված, անձնականում տանջված, դու ինքդ քո համար կառուցում ես բանտը։ Արդյոք կարող էր Մանվելը խուսափել այս հաշվից։ Թերևս, եթե մի օր ասեր ճշմարտությունը, բայց նա ընտրեց լռությունը, եւ լռությունը դարձավ նրա սեփական դատավճիռը։ 2016 թվականի դեկտեմբերին, երբ ձմեռային քամիները արդեն սկսել էին պատել Արշալույսի առանձնատան պատուհանները, Մանվել Գրիգորյանի տան մեջ գիշերային ժամերին հավաքվեց 6 մարդ։ Նրանցից յուրաքանչյուրը գիտեր ամեն ինչ։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր մչուր փախուստի ծրագիր, յուրաքանչյուր թունելի մուտքը Էջմիածնի հին թաղամասերում։ 3 նախկին ծառայողներ, ովքեր տարիներ շարունակ եղել էին նրա անձնական պահակները։ 1 բժիշկ, ով գիտեր բոլոր դեղերի անունները եւ ախտորոշումները։ 1 իրավաբան, ով կազմել էր փաստաթղթերը, որոնք պաշտպանում էին նրա գույքը։ Եվ 1 հին ընկեր, ով կապեր ուներ դեռևս Արցախում։ 6-ն էլ նստած էին սեղանի շուրջը եւ լսում, թե ինչպես Մանվելը ոչ թե հրամայելով, այլ խնդրելով, բացատրում էր, որ ժամանակները փոխվում են։ Նա չասաց բառացիորեն, որ վախենում է։ Նա չասաց, որ իր աշխարհը տապալվելու եզրին է, բայց նրա ձայնը այլևս չուներ նախկին հրամանատարական հստակությունը։ Այս հանդիպումը տևեց 4 ժամ։ Նրանք խոսեցին այն մասին, թե ինչպես պաշտպանել ընտանիքը, ինչպես վերաբաշխել ակտիվները եւ ամենակարևորը, ինչպես պատրաստվել արագ հեռացման գործողության համար,
եթե անհրաժեշտ լինի։ Բայց այս ամենի մեջ կար մի տարօրինակ հակասություն։ Մանվելը նրանց խոսում էր այնպես, կարծես նա դեռևս վերահսկում է իրադարձությունները, բայց նրա աչքերում արդեն երևում էր մի այլ իմացություն, որ վերահսկումը կորցրած է արդեն, եւ այն, ինչ նա անում է հիմա, պարզապես ձևականություն է։ Հավաքվածներից մեկը, ով չի մաշակել իր անունը ասելու, հետագայում խոստովանեց իր ընտանիքին, որ այդ գիշեր նա հասկացավ, Մանվելը արդեն կորցրել է հավատը հաղթանակի։ Նա պարզապես անում էր երևակայական պաշտպանական գործողություններ, որովհետև դա միակ ձևն էր, որով կարող էր պահպանել հոգեգան հավասարակշռությունը։ Բայց հետո եկավ այն բահը, երբ Մանվելը հարցրեց նրանց յուրաքանչյուրին. եթե ժամանակը գա, արդյոք կարողանա յուրաքանչյուրը պաշտպանել իր ընտանիքը իր հավատարմությունից առաջ։ Լռություն։ Վեցից ոչ մեկը չպատասխանեց անմիջապես։ Հենց այդ լռությունը ասաց ամեն ինչ։ Մանվելը հասկացավ։ Նա չբողոքեց։ Նա պարզապես ասաց. ես հասկանում եմ։ Եթե ժամանակը գա, ես ինքս կասեմ ձեզ, որ հեռանաք։ Հանդիպումը ավարտվեց առավոտյան 6 ժամին։ Տանից դուրս գալիս 6 մարդիկ հասկանում էին, որ նրանք հենց նոր մասնակցել են վերջին ռազմական խորհրդակցությանը, պատերազմին, որը արդեն պարտված էր նախքան սկսելը։ Երբ մարդ ապրում է տասնամյակներ շարունակ գիտելով, որ նրա վերահսկողության տակ է ողջ համակարգը, մարդիկ, փաստաթղթեր, գումարներ, նա սովորում է միայն մեկ բանի՝ կախվածություն այս վերահսկումից։ Մանվելը գիտեր, որ նրա իշխանությունը հիմնված էր 3 բանի վրա՝ անցյալի հերոսություն, Ներկայի գաբեր եւ աբակայի վախը։ Բայց 2017 թվականից սկսած 3-ից մեկը սկսեց թուլանալ։ Աբակայի վախը սկսեց վերածվել անվտանգության կամայական զգացմունքի։ Նոր քաղաքական ուժերը, որոնք դեռ չէին եկել իշխանություն, բայց արդեն հզորանում էին փողոցներում, սկսեցին խոսել այլ լեզվով։ Անցյալը այլևս չէր արդարացում ներկան, եւ հերոսությունը չէր փրկում կոռուպցիայից։ Մանվելը լսում էր այս խոսքերը եւ գիտեր, որ դրանք ուղղված են հենց նրան։ 2017 թվականի վերջերին Պաշտպանության նախարարության արխիվում տեղի ունեցավ անսպասելի իրադարձություն։ Մի հատուկ պահեստ, որը նախորդ տասնամյակի ընթացքում պարունակել էր մարտական պատրաստության բաժնի գաղտնի դոսիեները, մի օր առավոտյան բացվեց, եւ արխիվաբանները հայտնաբերեցին, որ 112 պարբերական հաշվետվությունների թղթաթերթերը պակասում են։ Ոչ բոլոր արխիվը, ոչ ողջ դոսիեները, հենց այն էջերը, որոնք պարունակում էին տվյալներ բանակին նախատեսված հումանիտար օգնության բաշխման մասին 2004 թվականից մինչև 2006 թվականը։ Արխիվաբանները զեկուցեցին, բայց գործը փակվեց նույն շաբաթվա ընթացքում տեխնիկական կորուստ բնութագրմամբ։ Ո՞ն էր այդ էջերում։ Ինչու եղան դրանք միակ փաստաթղթերը, որ անհետացան հենց այդ շրջանից։ Մեկը, ով աշխատել է արխիվում այն ժամանակ եւ ով հետագայում տարիներ անց խոստովանեց իր ընտանիքին, հիշում է մի դետալ, որը սովորական մարդը կարող էր անտեսել։ Այն թղթաթերթերը, որ հեռացվել էին, ունեին կոդ ԵՓ զորամասային հումանիտար։ Այս կոդը նշանակում էր, որ դրանք պարունակում էին ոչ թե ընդհանուր զեկույցներ, այլ կոնկրետ ցուցակներ, ով, ինչ, որքան եւ ում է հանձնել։ Եթե այդ ցուցակները համեմատվեին բանակային զորամասերում փաստացի ստացված օգնության հետ, հնարավոր կլիներ հայտնաբերել անհամապատասխանությունները։ Իսկ եթե անհամապատասխանությունները հայտնաբերվեին, նշանակում էր, ինչ որ մեկը միջանկյալ օղակում ստանում էր այն, ինչ երբեք չհասավ վերջնական ստացողի։ Ով կարող էր մուտք ունենալ այդ պահեստին։ Ով ուներ իրավունք տալ հրաման փաստաթղթեր հանելու։ Այս հարցը երբեք պաշտոնապես չտրվեց։ Բայց 2018 թվականի հունիսին, երբ հատուկ ծառայությունները մտան Մանվելի տուն, նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան, որը ուղղակի կապվում էր այդ պակասող էջերի հետ։ Անձնական պահարանում, թաքնված երկաթյա տուփի խորքում գտնվեց կարմիր պտուտակով գրքույկ։ Դրանում ձեռքով գրված էին ցուցակներ, ամսաթիվներ, գումարներ, անուններ։ Գրաֆոլոգիական փորձաքննությունը հետագայում հաստատեց, որ դա Մանվելի անձնական ձեռագիրն էր։
Իսկ ամսաթիվները համընկնում էին հենց այն շրջանի հետ, երբ արխիվից էջերը անհետացել էին։ Արդյոք նա պահել էր իր սեփական ընդդեմ հաշվարկը, որպեսզի իմանա ում է պարտք կամ ով է պարտք նրան։ Թե սա հիշողության օգնական էր, որպեսզի չմոռանա իր սեփական գործողությունների հաջորդականությունը։ Այս գրքույկը դարձավ գործի հիմնական ապացույցներից մեկը։ Երբ դատախազությունը սկսեց քննել այդ գրքույկը, Նրանք հայտնաբերեցին ավելին։ 1996 թվականի մարտից մինչև 2005 թվականի դեկտեմբերը կային գրառումներ, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ինչպես է հումանիտար օգնությունը բաշխվել զինվորական մասերին, բայց մի մասը պահպանվել պահեստներում ռազմավարական պաշար անվամբ։ Իսկ հետագայում այդ պաշարներն անհայտ կերպով տեղափոխվել են Արշալույս, որտեղ հուսալի պաշտպանության տակ ըստ գրառումների բնութագրման։ Սա ուղղակիորեն համապատասխանում էր այն սննդամթերքի տոննաներին, որոնք հայտնաբերվեցին տանը։ Մանվելը երբեք չի խոստովանել, որ այդ գրքույկը ինքն է վարել։ Նա պնդում էր, որ սա կեղծում է, բայց գրաֆոլոգիան խոսում էր ընդդեմ։ Երբ դու տասնամյակներ շարունակ ապրում ես իշխանության գագաթներում, քո ֆիզիկական մարմինը սկսում է կրել այն հարվածները, որոնք անտեսանելի են արտաքին նայողի համար։ 2014 թվականին Մանվել Գրիգորյանի սիրտը առաջին անգամ տվեց լուրջ նախազգուշական ազդանշան։ Նա զգաց կտրուկ ցավ կրծքավանդակում, որը տևեց միայն 20 վայրկյան։ Բայց այդ 20 վայրկյանի ընթացքում նա հասկացավ, որ մահը ոչ թե հեռու փիլիսոփայական հայեցակարգ է, այլ շատ կոնկրետ ֆիզիկական իրականություն։ Անձնական բժիշկը, ով կանչվեց անմիջապես, կատարեց քննություն եւ տվեց դեղեր, բայց միաժամանակ խոսեց խիստ պայմանավորված լեզվով։ Անհրաժեշտ է նվազեցնել սթրեսը եւ սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Մանվելը լսեց, բայց չհետևեց։ Ինչպես կարող էր նա սահմանափակել ծանրաբեռնվածությունը, երբ նրա ամբողջ գոյությունը կազմված էր ծանրաբեռնվածությունից։ 2015 թվականին նրա զարկերակային ճնշումը դարձավ պերմանենտ խնդիր։ Բժիշկը նախատեսեց հատուկ դեղամիջոցներ, որոնք պետք է ընդունել ամեն օր ճիշտ ժամերին։ Բայց Մանվելը հաճախ մոռանում էր, որովհետև նրա միտքը միշտ զբաղված էր ավելի կարևոր բաներով։ Նրա մարմինը սկսեց տալ ավելի բարդ նշաններ։ Աջ ձեռքի մատների թմրություն, որը երբեմն տևում էր ժամերով։ Գլխացավեր, որոնք գալիս էին առավոտյան եւ մնում մինչև երեկո։ Անքնություն, որը վերածվում էր մշտական վիճակի։ Միայն 2-3 ժամ գիշերվա ընթացքում նա կարողանում էր քնել, եւ դա էլ անհանգիստ քուն էր, լի ընգճախտներով։ 2016 թվականին, երբ նա կրկին ընտրվեց ազգային ժողով, քաղաքական հակառակորդները սկսեցին նկատել, որ նրա արտաքինը վերջին 2 տարում փոխվել է ակնհայտ։ Նրա դեմքը, որը մի ժամանակ լի էր հաստատակամության արտահայտությամբ, այժմ ծածկված էր հոգնածության եւ տարիքի գծերով։ 30 տարի իշխանության մեջ անցկացնելու գինը տեսանելի էր յուրաքանչյուր կնճռոտումում։ Նրա հայացքը, որը մի ժամանակ կարող էր վախեցնել պարզ նայելով, այժմ թվում էր ավելի դատարկ։ Կարծես նա նայում է ինչ-որ ուրիշ տեղ, ուր մարդիկ չեն տեսնում։ Երբ 2018 թվականի հունիսին նա ձերբակալվեց եւ տարվեց ՍԻԶՕ, նրա առողջությունը արդեն այնպիսի վիճակում էր, որ բանտի բուժանձնակազմը անմիջապես տեղափոխեց հատուկ բժշկական բաժին։ Բայց հիվանդանոցային պայմանները չէին կարող փոխարինել այն անձնական խնամքը, որը նա ստանում էր տանը։ Նրա սիրտը դանդաղորեն, բայց անխուսափելիորեն թուլանում էր։ Բժիշկները փորձեցին կայունացնել նրա վիճակը, բայց Մանվելը մերժեց որոշ ընթացակարգերը, ասելով, որ ավելի լավ է մահանալ, քան ապրել այդպես։ Կալանքի վերջին տարում նա կորցրեց 18 կիլոգրամ քաշ։ Ընտանիքին թույլ էր տրվում այցելել սահմանափակ անգամներ, եւ ամեն այցի ժամանակ նրանք տեսնում էին, թե ինչպես է նա հալվում ներսից, ցավալիորեն դանդաղ, բայց անդադար։ Երբ խոսում ենք Մանվել Գրիգորյանի պատմության մասին, մի հարց պետք է տրվի անխուսափելիորեն. ո՞ւմ էր շահավետ նրա անկումը։ 2020 թվականի վերջին հուլիսին Գրիգորյանը հայտնվեց մի մասնագիտական կենտրոնում։ Այն մտավորական էր, նրանք համարվում էին նույնպես միջինները։ Այն պատրաստվում էին ամերիկյան քննչակազմի փոքրագույն տեստերի ընկնելու համար։ Նրանք մոտ մյուսների դեմ էին կիսված մասնագիտական նկատմամբ ավելի բարելավված գործընկերություններ։ Նրա անկումը 2018 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը տապալեց Հանրապետական կուսակցության երկարատև իշխանությունը, նոր ղեկավարությունն անմիջապես հայտարարեց մաքրման քայլերի մասին։
Բայց մաքրումը պետք էր խորհրդանշական զոհեր։ Անհրաժեշտ էր ընտրել այնպիսի մարդկանց, որոնց անկումը կապացուցեր նոր իշխանությունը իսկապես այլ է։ Մանվելը դարձավ իդեալական թիրախը, հազարավոր պատճառներով։ Առաջինը նա հանրապետության կեսի վերահսկողության խորհրդանիշն էր։ Եռագույն կամավորների միությունը, որը նա ղեկավարում էր, համարվում էր քաղաքականությունից անկախ հզոր ցանց։ Իսկ անկախ հզոր ցանցը միշտ վտանգավոր է նոր իշխանության համար։ Երկրորդը նրա անցյալի հերոսությունը միաժամանակ պաշտպանում էր և խոցելի դարձնում նրան։ Հանրությունը պատրաստ էր նրան պաշտել որպես հերոս, բայց նաև պատրաստ էր զայրանալ, եթե ապացուցվեր հերոսությունը դիմակ էր։ Երրորդը ֆինանսական հոսքերը, որոնք ուղղվում էին պաշտպանության ոլորտին, անցնում էին նրա ծանոթությունների միջոցով։ Եթե այդ հոսքերը դադարեցնեին, ավելի դյուրին կլիներ վերաբաշխել դրանք նոր համակարգում։ Երբ հատուկ ծառայությունները մտան Արշալույսի տունը և հայտնաբերեցին զենք զինամթերքը, սննդի պաշարները և հումանիտար օգնության փաթեթները, սա ուղղակիորեն թարգմանվեց այսպես. «Հին էլիտան կողոպտել է բանակը»։ Հանրությունը խառնվեց զայրույթով։ Սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվորեն տարածվել մեկնաբանություններ ոչ միայն Մանվելի, այլ ողջ նախկին համակարգի մեղավորության մասին։ Նիկոլ Փաշինյանը անձամբ հայտարարեց, որ երբ զինվորները սառնում էին ճակատում, ինչ-որ մեկը կուտակում էր տնային պահեստներում այն, ինչ պետք է նրանց հասներ։ Սա արդեն քաղաքական հաղթանակ էր։ Բայց կա մի դետալ, որը հազվադեպ նշվում է։ Երբ Մանվելը ձերբակալվեց, նրա ընկերությունները և կապերը արագորեն վերաբաշխվեցին։ Տարածքները, գործարանները, կապերը բոլորն անցան այլ ձեռքերի։ Ով ստացավ դրանք։ Պաշտոնական փաստաթղթերը ցույց են տալիս, որ մի մասը վերադարձավ պետությանը, մի մասը վաճառվեց աճուրդներով, մի մասը տրվեց վստահելի գործարարներին։ Բայց վստահելի գործարարները հազվադեպ են լինում անկախ։ Նրանք կապված են քաղաքական խմբավորումների հետ։ Արդյոք նոր իշխանությունն ունեցողներից մեկը կամ մի քանիսը հետագայում ստացան արտոնություններ հենց այն բիզնեսների մեջ, որոնք նախկինում կապված էին Մանվելի ցանցի հետ։ 2020 թվականի նոյեմբերի 17-ը Երևանի քաղաքային բուժկենտրոնի հատուկ բաժանմունքում, որտեղ պահվում էին ՍԻԶՕ-ի ծանր հիվանդները, խուլ գիշերը խզեց մոնիտորների աղմկոտ ազդանշանը։ Մանվել Գրիգորյանի սիրտը սկսեց բախվել անկանոն ռիթմով, կարծես փորձելով հաղթել մի անտեսանելի ուժի, որն արդեն 2 տարի սեղմում էր նրա գրծքավանդակը։ Բուժքույրը, ով պահպանում էր գիշերային հերթապահությունը, անմիջապես կանչեց բժիշկներին։ Նրանք վազեցին, միացրին լրացուցիչ սարքավորումները, փորձեցին կայունացնել վիճակը։ Բայց Մանվելի աչքերը, բաց լինելով, նայում էին ոչ թե նրանց, այլ առաստաղը, կարծես տեսնելով ինչ-որ բան, որ ոչ ոք այլ չէր տեսնում։ 15 րոպե շարունակ բժիշկները պայքարում էին նրա մահվան դեմ։ Բայց մարմինը, որը տասնամյակներ շարունակ տանել էր իշխանության ծանրաբեռնվածությունը, վախի անընդհատ սպառումը և կալանքի վերջին 2 տարվա անիրավությունը, այլևս չուներ ուժ հակազդելու։ Նա չխնդրեց ջուր։ Ըստ բժշկական արձանագրության, նրա սնուցումը և հեղուկի ընդունումը վերջին օրերին եղել է բուժանձնակազմի վերահսկողության տակ։ Բայց լեգենդը, որը հետագայում տարածվեց Արցախի և Էջմիածնի շրջաններում, պատմում էր այլ բան։ Ժողովրդական հավատացմունքն ասում էր, որ մարդը, ով տասնամյակներ շարունակ վերահսկում էր այլոց ջուրն ու հացը, իր վերջին րոպեներին չստացավ նույնիսկ մի կաթիլ։ Սա կարմայի խորհրդանիշն էր։ Աստված խլում է ամեն ինչը նախքան հոգին վերցնելը։ Արդյոք սա ճշմարտություն էր, թե հանրային մտածողության բարոյագիտական պահանջ տեսնել արդարություն այնտեղ, որտեղ դատարանը չկարողացավ հասցնել դատավճիռը։ Բայց մի բան անվիճելի էր։ Մանվել Գրիգորյանը մեկ անգամ էլ ապացուցեց, որ երկրային իշխանությունը ոչինչ է, երբ սկսվում է կարմայի հաշվարկը։ 2018 թվականի ապրիլից մինչև նրա վերջին օրերը նա ապրեց ներսում, կալանավորված, իսկ դրսում մոռացված։ Նրա անունը, որը մի ժամանակ արձագանքում էր Արցախի լեռներում որպես հերոսի խորհրդանիշ, այժմ արձագանքում էր դատարանների դահլիճներում որպես մեղադրյալի ազգանուն։ Նրա ընտանիքին թույլ էր տրվում հազազվադեպ այցելություններ, բայց ամեն այցից հետո նրանք հեռանում էին լուռ, կարծես հասկանալով այլևս ոչինչ չի փրկի այս մարդուն։
2020 թվականի սեպտեմբերին նրա վիճակը սրվեց, սիրտը տվեց ևս մեկ նախազգուշական ազդանշան։ Նրան տեղափոխեցին հատուկ բաժին, որտեղ նա մնաց մինչև վերջը։ Նրա վերջին բառերը ըստ Բուշ քրոջ, ով ներկա էր, հնչեցին այսպես. Ես արդեն վճարեցի։ Արդյոք նա խոսում էր իրավական գործընթացի մասին, թե այլ ավելի խորը հաշվարկի։ 2018 թվականի հունիսի 25-ին, երբ հատուկ ծառայությունները մտան Արշալույսի առանձնատուն եւ սկսեցին որոնումը, նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան, որը նրանք չէին սպասում։ Անձնական աշխատասենյակի պահարանում, երկաթե տուփի ներսում, որի բանալին գտնվում էր Մանվելի անձնական բրելոգում, պառկած էր փաթեթ փաստաթղթեր։ Սա չէին սովորական արխիվային թղթեր։ Սրանք էին լուսապատճենված էջեր Պաշտպանության նախարարության ներքին հաշվետվություններից, որոնք պարունակում էին տվյալներ հումանիտար օգնության բաշխման մասին 2003 թվականից մինչև 2007 թվականը։ Յուրաքանչյուր էջի վերևում կային կարմիր դրոշմակնիկ, խիստ գաղտնի, միայն հրամանատարական կազմի համար։ Ինչու էին այս էջերը Մանվելի տանը։ Ինչու էին դրանք պահպանվել այդքան խնամքով, երբ պաշտոնական արխիվում նրանք արդեն բացակայում էին։ Փորձագետների հետազոտությունը ցույց տվեց ավելին։ Այս փաստաթղթերում կային ոչ միայն ընդհանուր տվյալներ, այլև մանրամասն հաշվետվություններ, ով է ստորագրել փոխանցումները, ում անունով են գրանցվել ապրանքները, եւ ամենակարևորը, որտեղ էին դրանք փաստացի գտնվում։ Համեմատությունը բանակային զորամասերի ստացման գրանցամատյանների հետ ցույց տվեց անհամապատասխանություններ։ Որոշ ապրանքներ, որոնք պաշտոնապես գրանցված էին որպես հանձնված զորամասերին, փաստացի երբեք չէին հասել նրանց։ Որ միջանկյալ օղակում էին դրանք կորել։ Փաստաթղթերը չէին ուղղակիորեն մատնանշում Մանվելին, բայց նրանց գտնվելու հանգամանքը նրա անձնական պահարանում խոսում էր բազմիմաստ։ Դատախազությունը այս փաստաթղթերը դասակարգեց որպես առանցքային ապացույց, բայց մի հարց մնաց անպատասխան։ Եթե Մանվելը գիտեր, որ այս փաստաթղթերը կարող են նրան մեղադրել, ինչու չոչնչացրեց դրանք։ Հնարավոր է, դրանք էին նրա ապահովագրությունը։ Եթե երբևէ ինչ-որ մեկը փորձեր մեղադրել նրան միայնակ, նա կարող էր ցույց տալ այս փաստաթղթերը եւ ապացուցել, նա միայնակ չէր։ Համակարգը ներառում էր բազմաթիվ այլ մարդկանց, բայց այդ օրը երբեք չեկավ։ Նա ձերբակալվեց նախքան կարողանար օգտագործել իր ապահովագրությունը, իսկ փաստաթղթերը մնացին որպես լուռ վկա, թե ինչպես է համակարգը աշխատել եւ ով էր իսկապես շահառուն այս ամենից։ Երբ մարդ մահանում է կալանավայրում, նրա մահվան շուրջ միշտ ծագում են հարցեր։ Պաշտոնական վարկածը պարզ էր՝ սրտի անբավարարություն, բարդացած երկարատև հիվանդությամբ, բժշկական օգնության անբավարարությամբ ՍԻԶՕ-ի պայմաններում։ Բժիշկները վկայեցին, որ նրանք արել են ամեն հնարավորը։ Բայց ընտանիքը հավատում էր այլ բանի։ Նրանք պնդում էին, որ Մանվելը մահացել է ոչ միայն մարմնական հիվանդությունից, այլ հոգեկան կոտրվածությունից։ Երբ մարդը, ով տասնամյակներ շարունակ կառավարել է, վերահսկել, տիրապետել, մի օրվանից հայտնվում է բանտարկված, նրա ներքին աշխարհը տապալվում է անդառնալիորեն։ Ֆիզիկական մարմինը կարող է դիմանալ, բայց հոգին ոչ։ Կարեն Ավագյանը, Հանրապետական կուսակցության անդամը, ով հայտարարեց նրա մահվան մասին 2020 թվականի նոյեմբերի 19-ը, ինքն էլ խոսեց համառոտ եւ հանդիսավոր։ Մանվել Գրիգորյանը մահացել է, ոչինչ ավելին։ Բայց այս հայտարարության ետևում կար ամբողջ քաղաքական պատմություն։ Նույն կուսակցությունն, որի ցուցակով Մանվելը 2 անգամ մտավ ազգային ժողով, այժմ պարզապես արձանագրում էր նրա մահը, առանց գնահատականների, առանց հարգանքի խոսքերի, առանց հերոսական հիշատակի։ Սա ինքնին էր պատասխանը, երբ իշխանությունը կորցվում է, անցյալի հարգանքը վերանում է միաժամանակ։ Արդյոք կարող էր Մանվելը խուսափել այս ավարտից։ Եթե 2018 թվականի ապրիլին, երբ հեղափոխությունը սկսվեց փողոցներում, նա ընտրեր այլ ճանապարհ, հրապարակային խոստովանություն, կամավոր վերադարձ գույքի կամ պարզապես լռությամբ հեռացում քաղաքական կյանքից։ Բայց նա ընտրեց դիմադրություն։ Նա հավատում էր, որ նրա կապերը, նրա անցյալը, նրա հավատարիմ մարդիկ կպաշտպանեն նրան։ Նա սխալվեց։ Երբ նոր իշխանությունը որոշեց, որ նա պետք է դառնա օրինակելի թիրախ,
ոչ մի կապ, ոչ մի անցյալ հելոսություն չկարողացավ փրկել նրան։ Ո՞վ էր իրականում Շահարուն նրա կործանումից։ Նիկոլ Փաշինյանի նոր վարչապետությունը ստացավ հանրային աջակցություն, ցույց տալով, որ հին էլիտան պատասխանատվության տակ է։ Ֆինանսական ռեսուրսները, որոնք նախկինում հոսում էին Մանվելի վերահսկողության օղակների միջոցով, վերաբաշխվեցին նոր համակարգում։ Քաղաքական մենաշնորհը, որը տասնամյակներ շարունակ պատկանում էր Հանրապետական կուսակցությանը, տապալվեց, եւ նրա փլատակների վրա ծագեց նոր քաղաքական լանդշաֆտ։ Բայց ով կոնկրետ ստացավ առավելագույն շահույթը։ Ով նստեց Մանվելի նախկին գործարանների տնօրենական աթոռներին։ Ով ստանձնեց հումանիտար օգնության բաշխման նոր պայմանագրերը։ Ով եղավ նոր եռագույնի անտեսանելի հովանավորը։ Այս հարցերը երբեք չտրվեցին պաշտոնական մակարդակով։ Բայց եթե նայենք տնտեսական վերլուծություններին, որոնք հրապարակվեցին 2019 եւ 2020 թվականներին, տեսնում ենք, որ որոշ գործարարներ, որոնք նախկինում չունեին մուտք պաշտպանության ոլորտի պայմանագրերին, Հանգարց ստացան մեծ պատվերներ։ որոշ քաղաքական գործիչներ, որոնք նախկինում էին երկրորդ շարքում, հանգարց դարձան առաջին շարքի որոշումների կայացնողներ։ Արդյոք սա պատահականություն էր, թե ծրագրված վերաբաշխում։ Մանվել Գրիգորյանը մեռավ, բայց համակարգը, որի մաս էր նա, չմեռավ։ Այն պարզապես փոխեց դեմքերը։ 2020 թվականի նոյեմբերի 19-ը, ժամը 3 ձախնչից անց կիսով, Մանվել Գրիգորյանի սիրտը դադարեց զարկել։ Նրա մարմինը տեղափոխվեց ընտանիքին։ Թաղումը կայացավ Արշալույս գյուղում, հենց այնտեղ, որտեղ նա ծնվել էր 64 տարի առաջ։ Հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու Արցախից, Էջմիածնից, նույնիսկ հեռավոր շրջաններից։ Նրանք հիշում էին հերոսությունը, մոռանում կոռուպցիան։ Բայց Երևանում, քաղաքական շրջանակներում նրա մահը արձանագրվեց միայն մի նախադասությամբ հանրային հայտարարություններում։ Նա այլևս չէր հետաքրքրության կենտրոնը։ Նա դարձել էր պատմություն, դառն, հակասական, բայց արդեն փակված։ Նրա կինը, ով տասնամյակներ շարունակ ապրել էր լռությամբ, Երբեք չտվեց հարցազրույց։ նրա որդին հեռացավ հանրային կյանքից։ Նրա նախկին սերտ ընկերները, ովքեր երդվել էին հավատարմություն, մեկը մյուսի հետևից անհետացան քաղաքական ասպարեզից։ Եռագույն կամավորների միությունը, որը տասնամյակներ շարունակ եղել էր նրա իշխանության գործիքը, վերակազմակերպվեց նոր ղեկավարությամբ։ Արշալույսի առանձնատունը, որտեղ հայտնաբերվել էին այն սկանդալային պաշարները, դարձավ պետական սեփականություն։ Տասնամյակների կուտակումը, զենք, սնունդ, փաստաթղթեր, բոլորը զրոացան մեկ օրում։ Իսկ Մանվելի անունը մնաց որպես զգուշացում, նրանց համար, ովքեր մտածում են, որ իշխանությունը հավերժ է։ Արցախում նա դեռևս համարվում է հերոս։ Մարդիկ հիշում են, թե ինչպես է նա պաշտպանել Գադրութը, վերցրել Մարտակերտը, կազմակերպել գումարտակներ։ Բայց Երևանում նա մնաց որպես կոռուպցիայի խորհրդանիշ։ Երկու կերպար, մեկ մարդ։ Արդյոք հնարավոր է, որ երկուսն էլ ճշմարտություն են։ Թերևս Մանվել Գրիգորյանը եղել է հենց այն, ինչ համակարգը թույլ է տվել նրան լինել, հերոս ռազմի ժամանակ Եվ օգտագար իշխանության ժամանակ։ երբ հերոսությունը այլևս պահանջված չէր, իսկ օգտագարությունը դարձել էր վտանգ, նա դարձավ զոհ։ Բայց նրա մահը չլուծեց խնդիրը։ Համակարգը, որի մաս էր նա, շարունակում է գործել, այլ անուններով, այլ դեմքերով, բայց նույն մեխանիկայով։ Երբ Աստված որոշում է խլել ամեն ինչը նախքան հոգին վերցնելը, նա սկսում է ոչ թե մարմնից, այլ անունից։ Մանվելը կորցրեց իր անունը երկար նախքան մարմինը մահացավ։ Նա կորցրեց պատիվը, հարգանքը, մահավատարմությունը։ Իսկ վերջում նա կորցրեց նույնիսկ ազատությունը, մեկ կաթիլ ջուր խնդրելու։ Սա էր կարմայի հաշվարկը։ Երբ դու տասնամյակներ շարունակ կերակրում ես քո սեփական սեղանը այլոց հացից, վերջում քո սեփական սեղանը դատարկ կմնա։ Բայց հիմնական հարցը մնում է անպատասխան. ով էր իսկապես մեղավոր։ Միայն Մանվելը, թե ողջ համակարգը,
որը թույլ տվեց նրան դառնալ այն, ինչ դարձավ։ Եվ ամենակարևորը, ով էր շահառուն նրա անկումից։ Ով նստեց նրա աթոռին, երբ նա անհետացավ։ Ով վերցրեց այն ռեսուրսները, որոնք նախկինում հոսում էին նրա ձեռքերի միջով։ պատասխանները թաքնված են արխիվներում, որոնք դեռևս փակ են, բայց ժողովուրդը հիշում է։ Եվ հիշողությունը երբեմն ավելի հզոր է, քան ցանկացած դատարան։